Ով է արթնացել, չգիտեմ, երևի Լիլիթ է երեքանից ասում է շուտ կհանես, որ գնամ դպրոց։ Արձակուրդները վերջացան։ Բարի լույս բոլորիդ, սիրելի հետևորդներ, բարի խաղաղ փորձանք աշխատանքային շաբաթ եմ աղթում բոլորիս կոֆես խմեմ, որ իջնեմ գնամ աշխատանքի։ Այդ մի լավ անձրև եկավ, արդեն եղանակը իրեն զգացնել է տալի, որ աշունն է, կամ ասում է ժողովուրդ, աշունը վերջացավ, գոհեք, նոյեմբերն էլ տաք անի, իսկական ընտիր, տաք աշուն, ու ինչ են ասում, միշտ կատակ լեզվով, ժողովրդական լեզվով ասում են աղքատի աշուն, կամ եթե ձմեռն էլ տաք է լինում, ասում են իսկական աղքատի ձմեռ, կատակ է իհարկե, դա ածվածք է, կատակն էլ հումորն էլ չլինի, էլ ինչ ենք անում, այսինքն ինչ են տենց ասում, որ ջեռուցման պահով, որ ջեռուցումը քիչ լինի, դե մարդ իչքան ինչ-որ մի բան խնայի, ինչ-որ մի բան քիչ անի, ուրախանում է, ասեք ինչու, դա որտեղից է գալիս, եթե շատ աշխատավարձ ունեն, ստանան, վաստակեն գումար, նման բաներ չեն ասի, հիմա ես համոզված եմ բոլորն էլ տենց խնայողաբար են վերաբերվում ամեն ինչին, ափսոսանքով, որովհետև ստեղծում են չարչարանքով, չարչարվում են ամեն ինչի համար, ես իմ երեխաներին նույնն եմ ասել, երբեք չեմ խոսում ուտելու վրա, որ ուտեն, ինչքան կարան թող ուտեն, սարքում եպում եմ իրենց համար, բայց որ տեսնեմ այդ մի հացի կտորը իրենք կարող են գցել, ես այդ դեպքում ահա որ բարկանում եմ, չեմ սիրում, որ նախ փչացնում են, գցում են, ինչքան ուզում են թող վերցնեն ուտեն, համամիտեմ, համաձայնեմ, բայց երբեք եմ, որ վերցնեն կրծեն, շպրտեն կամ գցեն աղբը, չեմ սիրում նման բան, տանել չեմ կարողանում ու կասեմ, ինչքան ուտում եք, կիսեք, այդքանը կերեք, ուտելուց խոսեցինք, ահա տեսեք երեկվա թխվածքաբլիթների ափսեն է, երեկոյան մի քանի հատ էր մնացել, արթնացա էլ չկա, ու ուրախ եմ, որ կերան, ահա, դուրները եկավ, իրոք ենքան հավեսին փխրուն էր եղել, են որ ոչ բաղադրատոմս գիտեի, ոչ իմ ձևով լցրեցի, սարքեցի, շատ համեղ էր, կարելի է պատրաստել հաճախակի, բայց պետք է մի օր գնամ հողամաս մի քիչ կանաչի բերեմ, նենց լավ կանաչի ունեմ, գնամ համեն պետրուշկա վերցնեմ, գամ այս քանի օրը տենամ, արևլինի կգնամ, համել պետք է այդ կանաչիների վրա փայտեր տենց ամրացնենք ցելոֆանով, որ փակենք, որ ձմռանը կանաչի լինի, ես չէ ձմռանն է չլինի, այնա առաջի գարուն, արջի գարուն են, չէ ասում, էլի կանաչի ունենանք, Լիլիթն էլ է դասի, 3 դասերը սովորեց, դասերն արեց, գրում եք նա Զաշոտը անցավ, դե բալեր հավաքել են երկուսից էլ ու սպասում ենք տեսնենք, եթե կանչեն նամակ կգամ էլ, եթե չէ կրկին կփորձի, հույսով սպասում եմ, Աստված մեծա տեսնենք ինչ կլինի, ինքան կուզեմ, որ կանչեն լավ կլիներ, մենք մեր խառը գործերի մեջ ենք, աման չաման պետք է լվանանք, չէ, ուրեմն էլ ինչ ենք անում, սիրելի հետևորդներ, մի հատ կոֆե խմենք, գործից նոր եմ եկել տուն, աշխատանքից նոր եմ եկել, կոֆե խմենք առաջնահերթ, այդ կացաների այդ խուփերը, կափարիչները քանդել ենք, որ
լվանամ, մի հատ լավ ռախշայեմ լվանամ, նոր աշոտը կձգի, չնայած ես էլ կարամ ձգեմ, այստեղ ամենադժվարին գործի վրա եմ ես, այդ մասուրը շերեփով տենց հատ-հատ բանկանա հարմար լցնում եմ, քամում եմ, փշերն էլ առանձին, որ դուրս գա, հարմարը սա է, շերեփով եմ աշխատում, ձեռքով չէ, սա թթու լավաշ եմ սարքելու, աշոտ կոֆենը եղավ, ձեռքերս է զբաղված են, երկու բաժակա, թե երեք, ինքան փուշ կա, այս մասուրն էլ է տա էլի, համով է, բայց շատ դժվար է, ամեն մի գործ անելուց գաղափարներ են առաջանում մտքումս, ասում եմ, բռնեմ, մասուրի լավաշի բիզնես անեմ, մասուրի լավաշներ պատրաստեմ ու վաճառեմ, այնքան համով է, ինձ թվում է շատ գնորդներ կլինեն, չէ Աշոտ, դե արի կան ես էլ լցնեմ, գամ լավ, թե չէ կընկնեմ մասուր քամելով, թող ինքն իրան քամվի, ինչ սարքեմ, կաղամբ եմ հետս բերել, որ կաղամբ տոլմա պատրաստեմ, երեք տոլմա էին ուզում չսարքեցի, իհարկե ջեռոցում միս դրեցի, բայց գործից այդպես որոշած եմ եկել, որ պիտի տոլմա սարքեմ, եկամ ինչ ամուսինս ձուկ առել, ձուկ էլ սարքենք, չգիտեմ, որը ինչը, բայց պետք է սարքենք, կոֆեն բաժակներն է տարբեր վերցրեցի, դե մկախոքին է, այնքան որ լցնեմ, ես կոֆեն է մեր սիրած կոֆեից է, աշոտը սա վերել, հոտան մահական, ես էլ մեր սուրճի սեղանը, միամիտ ստացվեց էլի, ես էլ մեր սուրճի սեղան եմ, որ միամիտ ստացվեց կաղամբով և ծիծակով, ես ծիծակները այսօր Եղեգնաձորից եմ վերջապես ճարել վերցրել, աշոտի համար պետք է հիմա սխտորով տարբերակը սարքեմ, հիմա չորացել այնի, հիմա չորացած կլինի, աթորը լվացել ենք, լավ արև, երեկ իրիկունը, որ անձրևն եկավ, բայց այսօր ենքան շոք էր, շատ շոք էր, ահա որ շոք, այո, արի տեսնեմ, վայ, ես ու մամալյանա հիվանդ, արի, մի աթելը ջուրը պակեմ, են որդից ես գալի, գործի դու, բայց իր գործի չեմ էթում, ինչ ես ուզում կեզ սրսկեմ, մամալյան, որ ուժեր սրպահում, կգամ կսրսկեմ, բաժատեմ, լսի շատ ցուրտ է հիմա, կարևորը որ մասուրը համարյա վերջացրեցի, սենց ես փոքր, հիմա կասեք փոքր մաղով ես անում, բայց սա շատ հարմար է, էլ ձեռքերով չեմ տրորում, շերեփով սեղմում եմ ու իրա փշերը դուրս է գալի, բան չմնաց, որ ժամանակ չի լինում, գնամ են լավ հասած մասուրներից բերեմ, մի անգամից տենց ջեմ անեմ, սոկ անեմ, բայց դե տեսնում եք, համբերատար աշխատում եմ այսպես հեշտ է,
ու աշխատում եմ շատ սեղմել ես փշերը չանցնի, եռալուց էլ արդեն որն էլ մնացած լինի, եռալուց ինքը կեռա կբարձրանա երեսը, մի քանի հատ ու վերջ, սա էլ անեմ ու մեկ այսպիսի մաղով կլինի, տորմայիս ծրագիրն էլ խափանվեց, այսօր ձուկ են առել, ձուկը կսարքենք, ջեռոցում կդնենք, տոլմանը վաղը կգամ կփաթաթեմ, խնդիր չի, ձուկը չփչանա, և ոյ վերջապես պրծա, ջանջալ բարդ գործից, ահա և այս քամածը լցնում եմ այստեղ, սա կարող եմ հյութ անել, բայց որոշել եմ, որ մասուրի լավաշ եմ պատրաստելու, մի քիչ կեռա հակին, դնեմ վրան ու ուշադիր լինեմ, այստեղ էլ ամբողջությամբ բան արեցի, ու նայեք հեսա փշերը, այսքան փուշ, մասուրի փշերն են, սրանք, այս կացայի տեսնենք սրանք, հաց կերանք, կացա մացաները լվանանք, գործեր, տարածքս մաքուր եմ, չեմ սիրում, որ կեղտոտա լինում, ու սա էլ կդնեմ գազօջախին, թող եռա, էփվի, լավաշ լինի, այս կողմի վրա սեղանը հավաքեմ, մնացել է սրանք կատուների բաժինը, կատուներին էլ տանք, կերմեղք են, Լիլիթը քնած է, այդ Լիլիթից չի, սա էլ պետք է լվանամ, տեսեք սա էլ լվացին, մաքուր հավեսին եղավ, մաքրվեց, շատ լավ տեղը տեղին, սրանք էլ վերցնեմ, սա սխտորն է, ոյ, Աշոտն էլ բիսկվիտ ա ուզում տեսնեմ, թխեմ, տեսնում ենք սովորական սիմը և սովորական սև օճառը 70%-անոց, թե ինչ, սա հատուկ իմ կացաների համար է, այն էլ այլումին է, մի հատ սա անջատում եմ ու ես ուզում եմ իմ այս այլումինե սիմին փայլացնել ու
Սիմով այսպես օճառը հրաշքներ է գործում, հրաշքներ, են որ ինչքան էլ այլումին խամրած լինի, փորձեք, կտեսնեք ինչ շքեղ փայլ է տալիս, այսպես կսում ենք մի հատ լավ, դրա համար եմ ես սիրում ալյումինե կաթսաները, հիմա ջուրը միացնեմ, տեսեք, ջուրը միացնեմ, մի հատ ոնց է փայլում, շքեղ փայլ, մաքուր, պսպղում է, պսպղում, մի հատ էլ վերջում համանի հեղուկով մաքրում ենք, այսպես հրաշք, են որ հավեսը գալիս է, բազմիցս ցույց եմ տվել, բայց կան հետևորդներ, որ նոր են միացել, ասեմ, որ կարող եք օգտվել այս հրաշք տարբերակից, այս հրաշք տարբերակից օգտվել, ահա, մի հատ սրա փայլը նայեք, սրա շքեղությունը, ձեր ալյումինե կաթսաները սև օճառի օգնությամբ այսպիսի տեսք են ստանալու, շողում են, շողում, իրոք, սրբեմ սրբիչով ու վերջնական այդ ինչ փայլ է, երկու կողմից էլ, նույն էլ կաթսան վերևի մաքրեցի, պսպղում է, շքեղ փայլ, այս ծիծակները պետք է սարքեմ ու ես քոնն էլ մի անգամից սարքելու եմ, մի անգամից կսարքեմ հենց, այդպես, մասուրը եռում է, թող մի քիչ էլ եռապնդանա, կանջատեմ լավ արդեն, սա էլ այսպես, նենց է լավ ծիծակ, ինքը փոքր է, բայց շատ լավն է, ուրեմն ինչ եմ անելու, դե արդեն պարզ է ինչ պետք է անեմ, այսպես ծայրերից բացում եմ, մի փոքր էլ պոչեր է կտրում, Աշոտս տեսավ, ուրախացավ, շողշողուն ծիծակները, դե արդեն պարզ է, ցույց չեմ տալիս ինչ պետք է անեմ, այս ամբողջը կտրեմ, հետո նոր կցուցադրեմ ինչ եմ անում, արդեն այս կաթսայի մեջ լցրել եմ դափնու տերև, սև բիբար, էսենցիա, պղպեղ, հատիկավոր, սխտոր, աղ, շաքարավազ, բուսայուղ ու ջուր և ինձ մնում է մի փոքր էլ պետրուշկա, կտրատեմ, դա էլ արեցի, իսկ սա էլ կպահեմ մի փոքր սխտորի հետ վերջում, ծիծակն էլ լավ, լվացել, կտրատել, մաքրել եմ, ու սա զբաղմունքն է, նկարում ու ցուցադրում եմ։ Ես նկարում։ Այո։ Տարիք ծեսնել հետևորդներ։ Լիլիթն է եկել։ Դասերը տարել ես Լիլիթ։ Քնել էր Լիլիթը, քնից նոր ահել է։ Քնել էր։
Դպրոցից եկե հոգնած էր, քնեցիր։ Այո։ Մի քիչ աղը պակաս է, բայց դե հյութի աղն է պակաս, վերջում անպայման ինչքան է հյութի մեջ շատ աղ եմ լցնում, վերջում անպայման բիբարների վրա եմ լցնելու։ Ասա այս փոքր գթալը հանի, այստեղից մի հատ սենց հավեսին մեծ գթալ վերցրու։ Նստեմ ու սպասեմ, այնքան հոգնած եմ, ահա ավելի լավ է ոտքի չկանգնեմ, նստեմ։ Ահա ոնց որ սկսեց եռալ։ Սարքեմ ու գործեր, իրար խառնվել։ Այս երկու անգամ կտապակեմ, մի անգամ լցնեմ շատ է։ Կիսեմ երկու հավասար մասերի, սա մի անգամ, այնով մի անգամ։ Եվ սիրելի հետևորդներ, դուք էլ չմոռանաք բաժանորդագրվեք, տարածեք ու լայքեք։ Ինքը շատ մսոտ հավեսին ծիծակ է, փոքր է, բայց դե աշնան ծիծակ է, էլի։ Լավ է բված է սիրում։ Ահագին է եղավ։ Կարելի է մի փոքր ամանել, սարցախցի կդնեմ։ Ցած։ Տարբեր կողմերի վրա էլ էդ էլ չեմ ճզմում սխտորը էլ այդպես վսյո ձեռքերս լվացի ու եկա, որ սխտորի հոտ չգա և ինձ այս խաղողները այսպես պուկեմ, պոչերը թողելու եմ վրան, որ չորացնեմ, հատիկներ եմ անում։ Սենց ավելի լավ կչորանա, այսպես առանձնացնեմ, որ հեշտ չորանա։ Ամենահամովը այս խաղողի տեսակից է, չիր է լինում, չամիչը, չիր կարելի ասել, ինչու չէ, չիր է, էլի։ Ուրեմն այսօր գնացի Եղեգնաձորից, որ կարալյոկ առնեի, մի քանի տեղ կար, տարբեր գներ էր, այն 500 դրամից սկսած, մինչև 250 ամենաէժանն էր, ու ասեմ, որ 250-ը շատ ընտիր էր։ Դե մենք էլ մինչև հելանք վերի չանք ծիծակը վերցրեցի, եկանք արդեն այդ կարալյոկը, որտեղից պետք է վերցնենք, տարել էին ու մնացել էր, բայց ինձ հարկավոր էր այնպիսի կարալյոկներ, որ պոչերը վրան լինի, որ թելը կապեմ լավ լինի։ Պետք է թելը կապելու տեղ էլ չէ լինի։ Ու չվերցրեցի։ Հիմա նոր է, հեսա կբերեն, ահագին կլցնեն ու երևի մի 20-30 կիլո կվերցնեմ, կարալյոկի չիր կպատրաստեմ, ասեմ, որ Եղեգնաձորում էժան է, Վայքում չէ, թանկ է։
Բոլոր գործերն էլ աշխատատար են։ Մի բան, որ անում ես, պետք է մինչև վեր դեր կանգնես, անես, խնամես, պատրաստես։ Եթե ես այս խաղողին ձեռք չտամ, ինքը տձև կչորանա, լավ չի լինի, ուշադրություն է պահանջում, աշխատատար են։ Всем приветики, այսօր ես կոֆե եմ անում իմ մամայի, իմ ու աղբերոջ համար։ Աշոտի, հա, բոլորիս համար մի խոսքով։ Ես էլ ես խոհանոցային գործերով, էլի անհամար ամաններ, աղցեներ, кофе. О, как раз закончила я. Ինչ է։ Սա կտակցի։ Հա, я знаю. Արդեն ցուրտ է, չէ՞ Լիլիթ, դուրսը ցուրտ էր, որ իջար գնացիր։ Տոք է ոչ։ Հա։ Տոք։ Տոք է, օй, մրսեցի։ Դեցրեցիր Լիլիթ։ Այո։ Խառնի։ Այստեղ ես ցույց տամ, որ կեցի վերջացրեցի, սառեց, համարյա, մի քիչ էլ սառի, դնեմ սա, փակեմ ու դնեմ սառնարան։ Այստեղ մասուրի այդ լավաշն է, որ պետք է լավաշ անեմ։ Իրան Մամ, это твоё, а это моё. Я погнала. բայց հեսա կմիացնեմ։ Կամ էլ իսկական լավ է, էլի։ Լցնեմ, կչորանա, կպնդանա ինքը։ Չէ, լավ է, էլ չեմ էփի։ Տաք է, մի քիչ էլ որ սառի։ Մամ, այդ միկրոֆոնը տանում էի հետս։ Հավեսի, լավ Էդ ինչ ես լավաշ եմ սարքում։ Թթու լավաշ։ Այո, մասուրից։ Այդ որտեղ դնեմ այդ միկրոֆոնը։ Անշարժ շոկոլադկա։ Չեմ ուզում շոկոլադ, Աշոտին ասա թող գա։ Հիմա էլ հերթը ասավ այս չորանոցի միջի չրերին։ Անհավասար է ինքը չորանում, այս չորերը առանձին եմ ընտրում, ջոկում, իսկ սրանք, որ կիսա չորանալ են, կլցնեմ առանձին ու տակը կդնեմ։ Համ էլ այս տարաները կազատվեն, խաղողը կլցնեմ, իրար հետ կմիացնեմ։ Դնեմ, որ տարողությունը լավ լինի ու ես կարողանամ խաղողն էլ մի անգամից տեղավորեմ, ամեն գործն էլ պիտի զբաղվես, հենց պատրաստի չիրը չի լինում, հա, այսենց են հսկա չորանոցներում էլ, որ չրերը սարքում են, աշխատողներ կան, ամբողջ օրը այսենց զբաղվում են չրերի մշակությամբ, որ տեսքը լավ լինի։ Հիմա արդեն ոնց որ թե ժողովուրդը բնական չրեր է նախընտրում, արդեն հոգնել են են ծխի տված չրերից, նախընտրում են բնականը։ Սել ազատվեց, ոյ, երկուսին Ահա, ուրեմն ես սա այն լավ չորացածներն են, վերին շերտում սա կդնեմ, մի քիչ էլ թող չորանա, տեսեք ինչ փայլուն հավեսին բնական չիր է եղել, եւ սրանք էլ արդեն այն կիսա չորանալն է, բայց դե ես այստեղ ազատ տեղ ունեմ, խաղողը կլցնեմ, կեսը դրսում չորացավ, կեսն էլ թող այսպես սարքերի մեջ չորանա,
Լավ, այս ջրի ապարատը իսկական փրկություն։ Ոչինչ, որ սենց հաստա, ես ընթացքում են մեկը վաղայինի կվերցնեմ ու սա արդեն կպակասացնեմ, կքչացնեմ։ 1, 2, 3, 4, 5 սինիորա։ Ես էլ սենց ու սա էլ փակում եմ ու միացնեմ 60 աստիճան։ Միացնում եմ, ահա։ Մի քիչ ձայն է գալիս, բայց դե ոչինչ։ Ահա, տեսեք, մասուրը էփվեց, պնդացավ, ինչքան հավեսին փայլուն, գեղեցիկ տենց գույն ունի, բայց ինչքան համեղ լավաշ է լինում։ Կողքերը մի հատ սիրուն սենց հավաքեմ։ Խառնեմ նախ մի հատ լավ, որ հավասար լինի։ Այստեղ ես անպայման կտրել եմ իր չափին համապատասխան ցելոֆան մի քիչ ավել, որ կողքերից տենց չգա վրան, ամրացնեմ։ Կլորաքսինի մեջ եմ լցնում, ոչ մի բուսայով, ոչինչ չեմ լցնում։ Ու ահա։ Ոնց է թթու շլորի լավաշը պատրաստում։ Այսպես էլ սա է մասուրը։ 2 օրվանը կչորանա։ Հավասարանենք բարակ, սիրուն, եթե պետք լինի, էլի կլցնեմ։ Ավելացավ էլի։ Սա ավելի մեծ է, այսինքն անկյուններով հավասար բացենք։ Ես էլ եղավ մի հատ էլ փոքրը կլինի։ Ահա, տեսեք։ Ասել այսպես, այս կրնական պահին պետք է իրար չտանք, հա։ Չխախտենք, որ չորանա։ Տակն էլ մի հատ չի կպել լինելու։ Հա, այստեղ էլ իմ չրանոցն է, չրերն են ու ես մի հետաքրքիր գյուտ եմ անում, նոր շպիլկաներ են, ես ինչ եմ անում, ես ցելոֆաններին սենց ամրացնում եմ, որ իրենք չխախտվեն։ Եթե խախտվեցին, են չի լինում։ Լավ է, չէ, ես եմ տենց մտածել, թե ինչով կարելի է, ահա, սենց շատ լավ է։ Ու պետք չի իրան ձգել, նույնն էլ այս կլորին։ Թեթև թուլացնում ենք, ձգել պետք չի։ Ահա, սա էլ այսպես։ Ահա, այսօրվա իմ այդ գործերից գոհ նստեցի և ասեք տեսնեմ ովքեր են պատրաստել մասուրի լավաշ, մեկնաբանություններում գրեք և չմոռանաք նաև, եթե հավանում եք այս ամենը, լայքեք, բաժանորդագրվեք։ Կամանդ, լավաշի վրա չդնես, բեր ստե, բեր, գնա, նինենց կծնի։ Եվ սիրելի հետևորդներ, բարի գիշեր եմ ասում բոլորիդ, առողջ եղեք, ամենակարևորը, եթե առողջ լինեք, կունենաք բարձր տրամադրություն և պատրաստելու մեծ ցանկություն, նաև մեծ օրհնություն եմ ստանում Աստծո կողմից, Աստված տեսնում է, գնահատում է այդ ամենը, այնպես որ սիրելի հետևորդներս, գնահատենք մեկս մյուսին, ուրախանանք մեկս մյուսի պատրաստածներով և ամենակարևորն էլ
գոհ լինենք Աստծուց ամեն ինչում, ամենտեղ։